Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ավելի է սրվում եկեղեցուն առնչվող իշխանական հռետորաբանությունը չի հանդարտվում վիճակը։ Փաշինյանը շարունակելով տակ պահել թեման, արդեն պնդում է, թե Գարեգին երկրորդը խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է ձևակերպել է Փաշինյանը, շարունակել, եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով ինքը դա կապացուցի։ Ըստ Փաշինյանի վեհափառը իր ձևակերպմամբ կտրիչ Ներսիսյանը պետք է լքի վեհարանը։ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկություն է ծրագրվում։ Պետական մակարդակով գրում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հայկ Ասողի Կարապետյանը։ Ինչ է, ժողովրդին բախման եք տանում, Սուրբ եկեղեցու բակնարյամբ եք ուզում լցնել, լսեցեք եւ կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական ամենախոնար սպասավորից մինչեւ բարձրաստիճան երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի եւ նրա ազգընտիր ու աստվածարյալ հայրապետի վրա սուր բարձրացնել։ Ինչու է եկեղեցու եւ վեհափառի նկատմամբ այս դիրքավորումը Փաշինյանը հիմա ստանձնել։ Բանավեճի բովանդակությունը էական չի, ասում է քաղաքագետը, խնդիրը եկեղեցին որպես համախմբման միավոր չեզոքացնելն է, մնացածը պատրվակ է։ Հիշեցնում է արչեվում խորհրդարանական ընտրություններն են։ Ընտրական տարի է, նախընտրական տարի է, Նիկոլ Փաշինյանը իր իշխանության համար լուրջ վտանգ է տեսնում, հաշվի առնելով իր ահավոր ցածր վարկանիշը, եկեղեցին ընկալում է որպես պոտենցիալ համախմբման օջախ եւ չեզոքացնում։ Այսինքն այս ամեն ինչը որևէ կապ չունի ոչ կուսակրոնության հետ, ոչ եկեղեցու մակրության հետ։ Կատարվողը բացառապես քաղաքական ու ընտրական գործընթացի համատեքստում դիտարկելով քաղաքագետը ձևակերպում է ներքաղաքական խնդիր լուծելու համար հարվածի տակ է դրվում պետությունը։ Կուսակրոնությունն է առայժմ պատրվակը, գուցե ուրիշ պատրվակ է լինի ֆինանսական չարաշահումներ եւ այլն, այսքան փող գողացակի խոսքը սովորական շանտաժ սպառնալիքներ նույն գործիքակազմը եւ նույն նպատակներով ամբողջովին վերահսկել բոլոր այն կառույցները, որոնք Նիկոլ Փաշինյանի թրի տակով չեն անցնում։ Պառակտումը անխուսափելի է, ինչը մեր անվտանգային խնդիրների հետ համատեղելի չէ, ասում է մասնագետը, այն էլ այսօր այս խառը ժամանակներում։ Մեր արտաքին քաղաքական մարտահրավերները, վտանգները հուշում են, որ ճիշտ հակառակը պիտի արվեն։ Հանուն իրենց ներքաղաքական շահերի, գուցե դրանք գումարվել են նաև Նիկոլ Փաշինյանի իր բարեկիր գործընկերներին, այսպես ասենք, դուր գալու փափագը, գուցե դա էլ է գումարվել, բայց փաստային է, որ դա այո, եւ մեր հասարակությանն է վնասացնում, եւ մեր պետությանը, եւ մեր պետականությանը։ Իդեպ մեր կաթողիկոսը նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխ ուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեի թիրախում էր վերջերս հայտնվել։ Շիա մահմեդականների առաջնորդը ձևակերպել էր, թե հայ առաքելական եկեղեցու հովապետը սկսել է քաղաքականությամբ զբաղվել ու նման հոգևոր այրին քաղաքականության մեջ այդ չափ ներգրավվելը չի սազում։ Հայաստան խմբակցությունը հավատարի մնալով ավելի վաղ արած հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 падգամավորի ստորագրությունները։ Ողջամիտ ժամկետներում ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար, այս մասին հայտնել է Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այս հարցերի շուրջ պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման։ Հավելել է նա, նշենք, որ ավելի վաղ պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Դավիթ Իշխանյանը Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ պահանջել է մայիսի 24-ի եւ 26-ի նիստերի արձանագրությունները, սակայն դատարանն արձագանք չի տվել։ Նրա խոսքով դատավարությունն ամբողջությամբ կեղծ է, խեղաթյուրված ցուցմունքներով ու թարգմանություններով։ Ընտանիքի հետ սահմանափակ շփումներից էլ պարզ է ադրբեջանական մամուլում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Բոլորն էլ ծառայելու են Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն է առումլուրի լրագրողին ասել, որ չի պատրաստվում որդուն փողով ազատել բանակից։ Նա սեպտեմբերից ռազմական ակադեմիայում պատիվ ունեմ ծրագրով անցնելու է դասընթացներ եւ զինծառայությունը բանակում շարունակելու է որպես սպա։ Ինչ վերաբերում է բանակից փողով ազատվելու նախագծին, գլխավոր շտաբի պետը նշել է, որ դա ընթացիկ հարց է, որը հանձնաժողովի առաջիկա նիստում կքննարկվի։
Նիցայում ընթացող ՄԱԿ-ի օվկիանոսների հարցերով համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ։ Ուրախ եմ տեսնել իմ լավ գործընկերոջն ու բարեկամին Ժան-Նոել Բարոյին, այս անգամ Նիցայում օվկիանոսների հարցերով համաժողովի շրջանակներում։ Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում, հարստացնում է մեր օրակարգը եւ հաջողության գրավականը մեր առաջնահերթությունների իրականացման գործում, ինչպիսին է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք COP17, գրել է Միրզոյանը X-ի իր էջում։ Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մերձավոր Արևելքի 6 քաղաքացիներից բաղկացած խմբի գործունեությունը, որը պատրաստվում էր մի 8 եւ մի 17 ռուսական ուղղաթիռների բաղադրիչները մաքսանենգ ճանապարհով դուրս բերել Ռուսաստանից։ Այդ բաղադրիչների արժեքն ավելի քան 400 միլիոն ռուբլի է։ Նրանց օգնությամբ հնարավոր է վերականգնել առնվազն 4 ուղղաթիռի թռիչքային հզորությունը։ Բաղադրիչները նախատեսում էին արտահանել նաեւ Ուկրաինա, խմբին համակարգել են արտասահմանից։ Կազանում այրվել է ներկերի արտադրամաս, հայտնել են տեղական լրատվամիջոցները, իսկ ուկրաինական լրատվամիջոցները հայտարարել են, որ այրվել է զինապահեստը եւ պայթյուններ են որոտացել։ Ենիսեյ գետում նավը վնասվել է, որի արդյունքում գետ է արտահոսել շուրջ 15-ից 30 տոննա դիզելային վառելիք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փախուստի էր դիմել ընտանի զեբրը, որին գտել են եւ ուղղաթիռով վերադարձրել են տիրոջը։ Մայրաքաղաքում անձրև կամ ձյուն, տեղա, թե չէ, փողոցները, նկուղային հարկերն ու անցումները հայտնվում են մղձավանջային իրավիճակում։ Քաղաքը ամբողջությամբ հեղեղվում է։ Հիմա քաղաքային իշխանություններն ու Վեոլիա ջուրը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ում պատասխանատվության տիրույթում են կոյուղատարերն ու հեղեղատարերը։ Կոյուղիների հետ կապված խնդիրները վստահորեն ոչ արդարացիորեն իհարկե այս խնդիրների, այսպես ասած, հետևանքների հետ կապված անընդհատ այդ ինֆորմացիայի խեղաթյուրումը կա եւ ես օրինակ վստահ չեմ, որ դա հատուկ չի արվում։ Ես օրինակ վստահ եմ, որ հատուկ է արվում եւ իրականում Երևանի քաղաքապետարանը ցավոք սրտի մեր պատասխանատվության տիրույթը չի։ Պետական գույք է դա։ Ենթադրում եմ այդ մի մասն էլ հանձնված չի Վեոլա ջրին եւ ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որը որ տենց ուղիղ մերը չի, մեր ենթակայության տակ չի, մաշված է։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացրել կոյուղատարերի, հեղեղատարերի նորոգման համար, սակայն ծրագիրն ըստ Ավինյանի չպետք է մեկանգամյա լինի։ Հստակ պետք է այդ ձևաչափը ֆիքսենք, ում պատասխանատվությունն է։ Եթե մեր պատասխանատվությունն է, եկեք օրենքով ֆիքսենք դա։ Տեղափոխեն մեր դաշտ, մենք իմանանք, որ սա մեր անելիքն է։ Սկսենք պլանավորել այդպես, որովհետև անընդհատ լավ 2 տարի մենք 14-15 կիլոմետր կոյուղի վերականգնեցինք։ Ոնց ենք հիմնավորում, որ անում ենք դա։ Հիմա պետք է դա կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև մեր գույքը չի։ Ճիշտ եմ ասում։ Պետական գույք է։ Իսկ ով է ֆինանսավորելու հեղեղատարների, կոյուղատարերի մաշված համակարգը։ Այս հարցն էլ դեռ անորոշ է մնացել։ Ամեն մեկը իր պատասխանատվության շրջանակը հստակ ֆիքսի։ Ջրային կոմիտենը խնդրեմ, ջրային կոմիտեին թող ֆինանսավորումը հատկացնեն, անեն, իմանանք էս է խնդիրները։ Մենք ենք, եկեք հասկանանք ֆինանսավորման հարցը ոնց ենք լուծում, թեկուզ մենք պլանավորենք, լավ, բայց իմանանք, որ մենք ենք տերը, մենք ենք պատասխանատվություն կրում դրա համար։ Քաղաքապետարանն արձանագրել է, որ մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում 400 վթար է արձանագրվում։ Հիմա եկեք հասկանանք, լավ, ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա, արա։ Որովհետև անընդհատ լավ 1 2 3 4 5 6 քաղաքապետարն էս քաղաքապետարն են վերջը ասելու ենք մենք չենք Ժորժ ջան էս մարդն է էս չինովնիկն է նստած է իրան տենց էշի տեղա դրել ասում է քանի քաղաքապետարանին մեղադրում են դա էլի մարաղը մտած հենց ինքը չի երևում հետո լավ
Ավան վարչական շրջանում ավտոբուսների երթևեկության ջվացուցակը անկանոն է, մարդիկ ժամերով ավտոբուսի են սպասում կանգառներում։ Տրանսպորտային փոխադրամիջոցները Ավան վարչական շրջանում շեղվում են ջվացուցակից։ Միգուցե մեր ուշադրության կենտրոնում պահենք այդ հատվածը, որովհետև իրապես եղել են ժամանակին խնդիրներ, հիմա ոնց որ թե ամբողջապես չենք լուծել դեռևս եւ մի հատ հասկանանք, որ կետերում է հիմնական հարցը եւ խնդիրը եւ ուշադրության կենտրոնում պահենք լուծենք։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը խոստացավ գծային հսկիչներին կհանձնարարեն ուշադրություն դարձնել պարբերականության հետ կապված խնդիրները վերացնելու համար։ Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Արգիշտի փողոցների խաչմերուկում Արշակունյաց պողոտա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ագաթանգեղոց փողոցների խաչմերուկից եկող ուղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված 2 երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի 1 գոտուց։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից Մաշտոցի պողոտա խաչմերուկում դեպի Հաղթանակի կամուրջ ուղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաներին 1 երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել 2 երթևեկելի գոտուց։ Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ ուղությամբ կարգելվի մեքենաների կանգառը։ Առավոտվա 11-ից մինչև ժամը 5-ը փողոցում արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց խուսափեք։ Ուլտրամանուշակագույնը բշտիկ, այտուց, քոր ու անգամ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման պատճառ կարող է դառնալ։ Որպես այդպիսին ռիսկի խմբեր մենք առանձնացնում ենք երեխաներին եւ մեծահասակներին, հաշվի առնելով երեխաների եւ մեծահասակների օրգանիզմի առանձնահատկությունները, երեխաներ, մեծահասակներ եւ վերջիններիս ընդհանրապես խորհուրդ չի տրվում գտնվել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության ներքո։ Այս քարտեզը հիդրոթերապևտաբանության կենտրոնում են մշակում ամեն օր թարմացնում։ Թվերը ցույց են տալիս, թե ուլտրամանուշակագույն ճառագայթը մեր երկրի որ հատվածում որքան է։ Մինչև 4 ինդեքսը լավ է, խնդիր չկա, 10-ից բարձրը մտահոգիչ է։ Նախորդ տարի մայրաքաղաքում ու Արմավիրում ցուցանիշը մինչև 7-ի է հասել, անհանգստացել էին մասնագետները։ Այս տարի առայժմ միայն ամռան մեկնարկի օրը հունիսի 1-ին ենք բարձր ցուցանիշ ունեցել։ Հունիս ամսին ընդհանուր առմամբ ասում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսները ավելի բարձր են լինում, ելնելով Արեգակի բարձր դիրքից, քանի որ անմիջապես Արեգակի ճառագայթները ուղիղ ազդեցություն են ունենում երկրի մակերևույթին։ Այդ դեպքում հուլիս-օգոստոսին հանգիստ շունչ քաշել մասնագետները նշում են, ոչ այդ ամիսներն էլ են ռիսկային, բայց թե ինչ արդյունք կունենանք դժվար է կանխատեսել կլիմայական կատաղի փոփոխությունների այս օրերում։ Իսկ եթե այնուամենայնիվ օրվա ամենավտանգավոր ժամերին դրսում ուղիղ արևի տակ չլինելու տարբերակ չունեք, գոնե կանխարգելեք, թույլ մի տվեք ճառագայթները ձեզ հասնեն, որքան որ այն հնարավոր լինի։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առաջարկվում են մասնավորապես լայնեզր գլխարկներ, բաց գույնի հագուստ, ընդհուպ որոշակի քսուկներ մաշկը ծածկելու համար։ Առաջարկվում է նաև օգտագործել հեղուկներ, մասնավորապես ջուր, հաշվի առնելով, որ մեր օրգանիզմի լիարժեք կենսագործունեության համար բարձր ջերմաստիճանի ժամանակ անհրաժեշտ են որոշակի հեղուկների ավելացում։ Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հետ կապված քրոնիկ հիվանդություններ, անպայման խորհրդակցեն իրենց բուժող բժիշկի հետ եւ հնարավորինս անցկացնեն պարկած վիճակում օրվա շոգ ժամերը։ Այս պաստառները մեր երկրի բոլոր մանկապարտեզներում այս սպիտակներն էլ մանկական հագուստների վրա առաջիկայում կտեսնեն ծնողները։ Տեղեկություն է արևից երեխաներին պաշտպանելու մասին։ Հատուկ QR կոդն էլ սկանավորելով քարտեզը կբացվի, ուլտրամանուշակագույնի տվյալ պահի ինդեքսը կտեսնեք։ Հունիսի 8-ին Կոտայքի մարզում Մարզնի բնակավայրում գործող հյուրատան տարածքում վիճաբանություն ու ծեսկրտուք է եղել, նաև գրակոչներ են հնչել։ Հենց այդտեղից մի քաղաքացի է հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն։ Իրավապահները պարզել են, նա 22-ամյա Կոլյա Միսեևն է։ Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Քրեական ոստիկանները, հետո էլ նրանց միացած համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ու Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ խնջույքը կազմակերպել է Արզնու համայնքապետը, իսկ դրա ընթացքում եւս 2 հոգի ծեծի են ենթարկվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 6 պարկուճ առնանման հետքեր։ Դրան վրա կա նաեւ ոտքի հետքեր, դրան վրա նույնպես կա առնանման հետքեր։ Իրավապահներն էլ տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել եւ ոստիկանության Բյուրեղավանի բաժին են տեղափոխել 7 հոգու, այդ թվում Արզնիի համայնքապետին։ Ի դեպ, դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաեւ Mazda 6 եւ Toyota մեքենաներ։ Հունիսի 8-ին Նոր Արմավիր բնակավայրի վարչական տարածքում բախվել են Opel-ը եւ VAZ-2106-ը, ու մինչեւ ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջի դասակի պարեկներն ու Արմավիրի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները աշխատում էին դեպքի վայրում, Նոր Արմավիր գյուղից դեպի Էջմիածին ընթանալիս Nissan-ն է բախվել վթարված VAZ-2106-ին, ապա առաջ ընթանալով բախվել ճանապարհի եզրին տեղադրված ջրահեռացման համար օգտագործվող բետոնե պատնեշին ու բռնկվել։ Պայթյուն է առաջացել։ Երկու վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի։ Օպերատիվ են գործել Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրը ժամանել իմ տեղեկություններով քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը։ Հունիսի 6-ին 44-ամյա Ռուդիկը Մերսեդեսով Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին, ապա առաջ ընթացել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վարորդը, նրա ուղևորներ 39-ամյա Սիրանուշն ու 12-ամյա Նատալին տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց էին տեղափոխել օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Տեղում էին փրկարարության աշտարակի Հրշեջ փրկարարական ջոկատի Հրշեջ փրկարարները։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Սիրանուշը մահացել է։ Տեղում աշխատել են նաև ներքին գործերի նախարարության փրկարարության աշտարակի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Հունիսի 8-ին 62-ամյա Դավիթը Land Rover-ով Արգուտյան փողոցում բախվել է գազատարին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին ու կողաշրջվել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Գազպրոմ Արմենիայի Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հունիսի 7-ին Երևան-Գյումրի Բավրայեմ 1 ճանապարհին բախվել են 40-ամյա Վիլեն Վարդապետյանի Աուդին եւ 38-ամյա Սամվել Գոմչյանի BMW-ն։ Վերջինն ու նրա 35-ամյա ուղևորուհին տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Հունիսի 6-ին Ապարանի Խաչատուր Աբովյան Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են Toyota RAV4-ը եւ Renault-ն։ Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել հողամասի փայտե ցանկապատը ու հայտնվել այնտեղ։ 2 հոգի, այդ թվում 9 տարեկան տղա, տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Հունիսի 7-ին հրդեհ է բռնկվել Չեխովի փողոցի առաջին նրբանցքի թիվ 12 տանը։ Սկզբում կրակի դեմ պայքարել են տանտերը, հարևանները, հետո արդեն Երևանի թիվ 2-րդ Հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հունիսի 7-ին Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5 կոտորակ 9 հասցեի հարևանությամբ գտնվող ջրատարում դի է հայտնաբերվել։ Փրկարարներն այնտեղից դուրս են բերել 70-ից 75 տարեկան կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները սահմանազատել են տարածքը։
Իսկ Գլենդել Հիլզում մաքրման աշխատանքների ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել, ժամանել են քրեական եւ համայնքային ոստիկանները, պարեկներն էլ սահմանազատել էին տարածքը։ Տեղում են նաեւ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Արաքելյանի եւ գումարտակի հրամանատար տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Հունիսի 8-ին Դավթաշեն 4-րդ թաղամասի 45-ի 7 շենքի դիմաց կայանված Chevrolet Volt-ն են թալանել։ Գողացել են մեքենայի թափարգելը, լույսերը եւ այլ կարևոր պահեստամասեր, տուժողին պատճառելով 1 միլիոն դրամից ավելի վնաս, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերջին ժամանակներս չի դադարում, չի դադարում։ Գրեթե ամեն օր ավտոմեքենաների թալանման դեպքեր են լինում ու հերթականը Դավթաշենում է։ Եվ Երևանի քաղաքապետի հանձնարարականովն ու Բարաշենի նոր ասֆալտած ճանապարհին, որն անմխիթար վիճակում է, լուսային հատուկ սարք է տեղադրվել վարորդների համար։ Հունիսի 3-ին էին այսօր լրատվական ու Շամշյանքոմը ներկայացրել ճանապարհի անմխիթար վիճակը։ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նաև ճանապարհի հարցը 10 օրվա ընթացքում կլուծվի։ Երևանը այս ճանապարհը կապում է Արարատի մարզի մի քանի գյուղերի, պարզվեց ոչ միայն Արարատի մարզի մի քանի գյուղեր, այլ նաև Կոտայքի մարզի Գառնի Գեղարդ ճանապարհն է։ Այստեղով շատ հարմար